մենք Արևմտյան Հայաստան ենք ունեցել, մոռանալ պետք չի եւ արևմտահայություն 15 թիվի միջև Արևմտյան Հայաստանը եղել է ռուսական կողմնորոշման, որ այդ ապուշ կրկնում են հայերը, ավանդականները ռուսական կողմը։ Ով ասեց, եղել է թշնամի են եղել Ռուսաստանի դեմ։ Դաշնակցությունը կռվել է Ռուսաստանի դեմ, ես այն դաշնակցություն, որ դաշնակցություն էր։ Եթե Իրան, որտեղ ճիշտ է պատերազմը ծոր բան եղավ, եթե Պարսիկն է Իրանի հետ է հարաբերվում, այն իրենց հարգալից վերաբերմունքը հարգալից, իսկական ընդգծված, ձեզ հիշեցնում է մեր Տիգրան Մեծին և հին Հայաստան, որտեղ պետություն կար, որտեղ հարաբերվում ենք և մենք վերադառնում ենք մեր պատմական արմատներն և պատմական դերակատարությանը։ Հիմա Թուրքիայի հետ ինչ կհարաբերվենք մնացած հարցեր ինչպես կլուծենք, ժամանակը ուրիշ ցույց կտա, բայց այստեղ մի բան ասեմ։ Ուրեմն դրա համար պետք չի բան անել, օրինակ ես վարչապետ լինեի, պատմության ինստիտուտին առաջը դրանք կտայի։ Ուրեմն որոնում եք, գտնում եք ցեղասպանության են խորքեր, որ Ռուսաստանի հետ է կապված, եթե չէ բոլորիդ աքսորում եմ ես շենքից։ Ուրեմն երկրորդը, այդ մնացածը, մեզ նոր կոնցեպցիաներ են պետք, պետությունը պահանջում է նոր մոտեցում, տնտեսական, քաղաքական, ռազմական, բայց նաև հոգևոր աշխարհի, պատմագիտության, քաղաքագիտության եւ այլն։ Մեզ դրանք է պետք, դա քապ քթիկ մտած պետք է աշխատենք, ոչ թե անընդհատ ոռնանք։ Ռուսաստանի մասով էլ ասեմ, երևի դրանով կավարտվի, որովհետեւ դա կապված է այդ ամբողջը մեր ուրեմն ուղեղի ինչ-որ չափով վարակվածության ռուսականության հետ, հետո որ դրվել է այդ փելգիշ եւ այլն։ Ուրեմն տեսեք ինչն է հարցը։ Ռուսաստանը ռազմականապես կա, երևում է որ կա, Ռուսաստանը տնտեսապես չի վերականգնվելու, հնարավոր բան չի։ Հիմա տեսեք ապացույցներ թե չէ, ունեմ 3 օրում պիտի Ուկրաինայում գրավեին, հետո տարավ 3 շաբաթ, ճիշտ է, 3 տարի, 30 տարի, 40 տարի։ Ինչ է լինում։ Ռուսական հաղորդագրություններ եւ սրանց մանգլավիկները Հայաստանում նայեցեք, կայքեջեր, ինչ են ասում։ Ռուսական բանակը այստեղ այսքան առաջ է շարժվել, այս Պագրովսկի ուղղությամբ, չէ, չգիտեմ, ինչ բնակ, ճիշտ եմ ասում։ Հիմա հարցս այսպես է, Զենոնի ապորյաները կան, ասում է, ինչպես պետք է Աքիլեսը վազի, որ կրյան, որ ես կամ առաջ է բանից, հասնի կրյային եւ այլն։ Այս ապորյան է սարքել, դա անլուծելի տրամաբանական խնդիրներ է, դա կարճաշարժ բան է։ Հիմա ասեմ այսպես, եթե Պագրովսկի ուղղությամբ 3 տարի ուկրաինական ռուսական բանակը կես մետր առաջ շարժվեր, ուրեմն հիմա վաղուց Դնեպրի վրա է, չասեմ Լևովում, չէ՞։ 4 տարում այնտեղ հասած գլնային, այդ քարտեզ դա կուր են ասել։ Այսինքն, ես ասում եմ սրա, Ռուսաստանին չեն թողելու շնչի, այդ Ամերիկան որ անում է, գիտեն Թրամփը նրանց բարեկամն է, Թրամփ ոչ մի բարեկամը չի եւ ինք ամենաճիշտն ասում, ինք Ամերիկայի բարեկամն է եւ Ամերիկայի նախագահ, արնակամ են անելու շպրտեն, ու վերջ։ Հիմա մնացածները իրենց գործն է, գլուխները քարը։ Մենք պետք է կարողանանք մեր հայրենակիցներին ում հնարավոր է դեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարվում է Հայաստանում եւ հայկական ուղեղով, ուրիշ ոչինչ։ Իհարկե գիտելիքներով։ Ինչքան գիտելիքների մասշտաբը բարձրանա, մեր հաջողությունը կլինի, ինչքան մնանք տգեն սովետական գրքերին եւ պատմագիտությանը, գերի այնքան տանուլ ենք տալու, նոր էլ Աստվածչանի Արցախ էստեղ էլ կլինի կվերջանա։ Այս դրության պարոն Շիրինյան դիվանագետները Հայաստանի եւ հոգեվորականները քննարկում են իշխանություն եւ Զալատարան էլի դրա չեք տեսնում, ասեմ էլ հայվաններ, չեք տեսնում ոչ բանը չի ստացվում, դուք գնացեք էլ չեք կարողանում, ասեցի, եթե բանակ Եվան հեղաշրջումը իրենց օրենքներն ունեն, դուք ո՞նց կարող եք հեղաշրջում անեք, դուք այդ բարոյական ուժը չունեք, որտեղ դուք օտարի համար եք անում, 21-րդ տարին աս, 21-րդ տար Չինաստան ուր է հասնում, դուք եք կռիվ եք տալիս Պուտինի տակը տեղավորվեք, գոնե ուրիշ մեկն էլ լիներ տեղավորվեք, Մեդվեդևի տակը տեղափոխվեք, ուրիշ ինչ կռիվ եք տալիս, ինչ Ռուսաստան, ինչ բան։ Եթե Ռուսաստանը էլ երբ որ բալանսի բանը գբերի, Ռուսաստանի հետ հարաբերությունները կանոնավորվեն, իրենք կուզեն, չեն ուզի, ուզում եք ասել այս ցնցումն էլ անցանք։ Հաստատ է, գուրնեն էդ է ասեցի թափը, հերթականը տեսնենք ում է հանելու, ես չգիտեմ, երևի Արա Աբրամյանին
ուղարկեն հաջորդ օրը նրա խոսելուց ընդհանրապես բան չես հասկանում ավելի լավ հեղաշրջում կանի։ Դեպքում ասեմ Իսրայելի հաղթանակը Ղրիմի պատերազմի ժամանակ հայտնի է 3 պետությունների կոալիցիան Ֆրանսիա, Թուրքիա, Անգլիա, ուրեմն գրվում են Ռուսաստանի, Ղրիմը գրավեցին եւ այլն, բայց Ղրիմը շատ թանկ նստեց այն ժամանակ անգլիական բանակի կոալիցիոն բանակի հրամանատարը Լորդ Քիթչեներ բաներ, Քեմբրիջի դուքսներ, այսպեսի խոսք ասեց այսպեսի հաղթանակ, մի հաղթանակ եւս Անգլիան այլևս զինվոր չունենա։ Ուրեմն Իսրայելի տարածքը 14000 է։ Այս լավ տեխնոլոգիա բան ունի, հա ունի, լավ դաշնակից ունի, էտել ունի։ Հրեաները սիոնիզմը շատ ուժեղ է աշխարհում, հա։ Բայց այդտեղ դա Հայաստանի դեմ չի կռվում, դա կռվում է պարսիկների դեմ։ Պարսիկներն էլ Աստվածաշունչը կարդացեք, թե այդ ամենը մեջ իմաստ ունի։ Պարսկաստանի Իրանի ռեսուրսը շատ բարձր է։ Մակատեն երբ դա մեր իշխանությունները պետք է նկատի ունեն։ Մակատեն 11 տարիներ, որ վերահսկողություն է, սահմաններ, ցենտրոֆուգներ եւ այլն, մտել է, ասում են այդ գաղտնի տվյալները տվել է Իսրայելի բանակին, իրենք վերագրում են Մոսադին, այսինքն ոչ թե իրենք են ուժեղ, այլ տվել են, արևմուտքը տվել է։ Դա պետք է ստուգվի։ Հետևաբար այդ հետ գաղտնի ծառայությունը, այդ հզորությունն ու այդ բանը չունի, հնարավորությունները։ Մարդիկ պետք է հասկանան ինչ են ասում, բղինցը հա ոսկուս պետք է կարողանան ջոկել, մանավանդ մենք տարբերենք։ Հիմա ուրեմն մեկն է, երկրորդը, նա գրվել է, այո, ճշգրիտ տեխնոլոգիաներով, բայց ինձ համար երևի մեզ համար շատ բան է, երևի օրինագելի է բալիստիկ քրթիռների համակարգը։ Տեսնում եք ինչ է անում, բալիստիկ գերճշգրիտ, այն հինը Ռուսերեն ասեմ նորերը են կծեց շոշափեց, այսինքն ստուգեցին մեկ մյուսի հնարավորությունները։ Հիմա ճշգրիտ բալիստիկ քրթիռներով խփում է որտեղ ուզում է, ինչ արել, Վայցման ինստիտուտ խփել է, Մոսադի կենտրոնակայանը խփել է, որ ես ասեմ գիտեմ, ես չեմ ասում լավ է արել, վատ է, ոչ օբյեկտիվ եմ ուզում մնամ, ուրեմն այնտեղ բանը երեք Բիբին կամ Նատանյահուն փախել մտել է գաղտնի ապաստարանից է կառավարել, այսինքն այդ մնացածը Հայ-Ֆայի նավահանգիստը խփել է նավթավերամշակման։ Հիմա այս բաները, որ ես ասել, մի հատ բառ ասեմ, թվեր մի անգամ մտքով հաշվեք, ընդամենը ուրեմն Իսրայելի օգտագործելի տարածքը 14000 քառակուսի կիլոմետր է։ Հələ տեսեք տակ ինչ մնաց, հետևաբար այսպիսի մի պատերազմ եւս եւ Բիբին այլևս բանակ չունենա, բայց կհաղթի։ Ընդ որում հանրություններ է բողոքում արդեն բունկերային կյանք վարելուց այդ հասարակությունը Գուրյոնի բաններն են խփել, այսինքն հաղորդակցությունն էլ աշխարհի թե չէ փախել բրծել էին։ Հիմա նավերով ոչ են կարող ծովը լցնեն կնան, կամուր փախնեն, հրեաների մասին է խոսքը։ Կգա մի երևի առաջիկայում Իսրայելի արդարադատությունը Բենյամին Նեթանյահուին կդատի եւ ցմահ բանդարգություն կտա։ Երկիրը կործանարար պատերազմի եւ ավանտյուրայի մեջ եւ մնացածը այս աշխարհակալության մեջ տանելու սուտ բլեֆներով եւ այլն հաստատ պատժելու են իրենք։ Դե գիտեք Թրամփի մասին ես ուզում եմ ասեմ, որ նա process է կառավարում։ Այսպեսի բանները հայտարարությունները տեսեք համաշխարհային կառավարման գործընթացի մեջ, ոչ թե ես ասեց, ես չասեց, ինքը process է կառավարում, ինչ էր ասում, ասում մի շաբաթ հետո չէ, այս կան, մի շաբաթ, այսինքն քեզ ժամանակ եմ տալիս, մի շաբաթ խփի։ 60 օր տվեց, հետո 60 օր, դա էսի խփի, 60 օր ձեր չեմ տալու, խփի, էլի ես արայինա, նայած ով ինչ անում։ Հիմա մեր բարակայի վերադառնանք Իրանի հարցով։ Ինձ թվում է, որ այստեղ մի հավասարակշիռ վիճակ կառաջանա Իրանի եւ Իսրայելի մեջ, որտեղ Իսրայելի թիկունքը Ամերիկան է, հիմա այդ հավասարակշռությունը եւ Իրանը կկանգնի նոր իրողության առաջ, այն որ ինքը իր արևմտյան սահմաններից միջերգրագոն ծով այլևս դաշնակից չունի, Սիրիա չկա, Պաղեստին նավերվեց եւ այլն, եւ այստեղ կարեւոր մի բան ասեմ, որ 1669 թվին կարծեմ այս գիշերի բանի մի պայմանագիր կա լավ թե որը Թուրքիան, Օսմանյան եւ Իրանը
սահմանազատեցին այդտեղ նաև մեր արևմտյան Հայաստանի Զագրոշի լեռներով եւ այսպես այդ սահմանը մասիսներից սկսած հիմա մինչև Պարսից ծոց հիմնականում չի խախտվել, այսինքն այնպիսի բալանս էր առաջացել եւ որ պայմանագրերն կարծեմ բան է Կասրե Շիրինի պայմանագրով մինչև հիմա 1600 թվերի կեսերից մինչև հիմա երկու պետության սահման չէր խախտվել Հիմա ինձ թվում է հավասարակշռությունը խախտվեց, որտեղ Իրանը այլևս դաշնակիցներ միջև գրական ծով եւ ուժ չունի, չի էլ լինելու, չեն թողել։ Այդ մեկ արևմուտքը գանը։ Այդ պարտավորեցնում է բանը Իրանին, ուրեմն շատ ավելի հագվել դեպի արևելք եւ ուղիներ որոնել զարգանալու։ Իսկ այդ ուղիներից մեկը հայկական հարավհյուսիսն է, որ մենք սիրով կդրամադրենք, որի մասին այդ Չահաբարի նավանկիցն է, դե Բանդար Աբբաս հետ կան Չահաբարից մինչև Սևծով եւ Անդին։ Եվ մենք լավ կդրամադրենք որպես բարեկամ եւ դաշնակից պետություններ, բայց անդախ պետություններ, Իրանը չպիտի հավակնություն ունենա, հիմա շեֆությունն իր ձեռքը վերցնի, եւ այս ճամփեն կլինի այլ ալտերնատիվը Բաքվի ճանապարհ, գիտեք, Էնզելից, բանի Կասպից ծովի արևմուտքով գալիս է Բաքու եւ այլն։ Այս ճանապարհը իրենց համար պանթյուրքիզմի ճանապարհ է, մեզ համար չէ։ Ես Իրանում էլ ասեց, ես ձեզ առաջարկում եմ պանթյուրքիզմից ազատագրվեք։ Հայաստանի ճանապարհ կդարձնի ավելորդ են ճանապարհ, այսինքն ալտերնատիվը գիտեք միշտ է հնարավորություն է մեծացնել։ Ես այսպես եմ տեսնում Իրանի ապական մեր կտրվածքով մնացածը կապրենք, կտեսնենք, բայց մի բան, գիտելիք է պետք, աշխատել է պետք եւ Հայաստանի պետության վրա ով սրով կա, հայ թե թուրք, ռուս թե ինչ, սրով պիտի ու վերջ։ Հայաստանի սահմաններին մի կիլոմետրի վրա հայ օլիգարխները գալուց պետք է դողերոց կզգան, եթե հայրենիքի եւ եկեղեցու համար են գալիս, ընդդեմ պետության, պետությունը պետք է պատժի առաջին հերթին մեր մեջ, որպես այս չարիքը վերջ տրվի, այս հայրենիք ազատագրել հան Ռուսաստանի կամ հանուն Թուրքիայի, չգիտեմ, համոնում ում կուզեք ասեք, եւ այսպես մենք կարծում եմ, որ Ես տենդեսնեն ուժեղանալու է։ Էրդողանը գալու է Հայաստան։ Եթե մենք հետո ցեղասպանության հարցներ բարձր կքննվի որոշ ժամանակից, գուցե փոխհատուցման հարց եւ այլն։ Հիմա հարցերը փակված չեն, ոչ մի հարց չի փակված, չի կարող հանրությանը դուք կարող եք ասել, որ հարցերը փակված չեն։ Ոչ մի հարց չի փակված, մեզ համար, այդ հանրությանն եմ ասում։ Գլխավորը մեր պետությունը փրկելն է եւ ձեր ֆիզիկական անվտանգությունն ապահովելը հիմա ձեր երեխեքի անվտանգությունը, որտեղ խառնակ ժամանակը եւ մենք թույլ ենք եւ մեր դաշնակիցը դավատիր է, դանակը ձեռին մեջքերի արցախցիներին հարցրեք կիմանաք, ինչ է ռուսը։ Այս վիճակում մենք պետք է մտնենք այդ կապեր հարաբերություններ, մնացած բոլոր հարցերը իհարկե պիտի վերանայվեն, այն Ջոն Կիրակոսյանի հрьяաների եւ այլնի այն կոնցեպցիաները պետք է փոխվեն, պետք է ռեալ հայկական տեսակետով այդ բոլորը քննվի, Հայաստանի շահերը քննվեն։ Մնացածը ես վստահ եմ, որ Հայաստան լինելու ուժեղ պետություն Եվ ես ասեմ, իմ երազն է, Հայաստանը լինելու է Անդրկովկասի Բավարիան։ Բոլոր դավաճաններին պիտի պատժել մինչև վերջ, իսկ եկեղեցու նպարական շատ արագ պիտի լուծվի։ Անթույլատրելու է այս ուզուրպատորի։ Որում այսօր արդեն խուզարկություններ են նրանց ներում։ Ես կարող եմ ասեմ, եթե այս մարդը շարունակելու է, պետք է ձերբակալվի կաթողիկոս ուզում լինի։ Անպայման։ Մեկուսած մեր ժողովուրդը հավատացյալ հատկապես չէ, այսօր նեցուկի կարիք ունի հոգևոր, եկեղեցու կարիք ունի, այս մարդը եկեղեցու հետ կապ չունեցող ագենտուրայի կամ չգիտեմ ինչ է, հիմա կարևոր ինչ ասես ասում են, ինքը նաև ուխտազանց է եւ այլն, ասում են բան է, իրա գործը չի, կուսագրոն լինելը կաթողիկոսի գործը չի, ով որ կուսագրոնություն չի ուզում, նա չի դառնում Պարտիկով Փաշինյանի գործն է Իհարկե պետության ղեկավարը պարտավոր է։ Դուք կարծում եք ինչ է։ Հիմա եթե դուք չզբաղվեք, Պուտինն է զբաղվելու։ Սուրբ տեղ դատարկ չի լինելու։ Եթե Հայաստանի ցառաքելական եկեղեցին հիմա կարգի չկա, իմացեք մնալու է ռուսական շահերի պաշտպանության կենտրոն եւ մաֆիոզ կենտրոն, եւ որից ժողովուրդը պետք է հեռանա։ Մենք պետք է
ում կերպարով ասեմ, Օրմանյանի, չգիտեմ, Խորեն Մուրադբեկյան եւ այլ կերպարով ես կաթողիկոս, որ մենք որոսը կխնգարկենք, ինչ է կարող, ասի մենք ինչ հարց ունենք եկեղեցու հետ։ Եկեղեցու հետ իրենք հարց ունեն, հանկած Հայաստանը չունենա նեցուկը հոգևոր։ Այս օրերում նեցուկ չունենալը պետության համար, մանավանդ մեր նման ժողովուրդ, որը դաշնակից չունի կարգին, որը այսպիսի խնդիրներ մեջ է։ Եվ վերջ, այդպես չի դեմագոգա մեր եկեղեցին Պուտինով չի, մեր եկեղեցին առանց Պուտինի է։